Հաղորդման գործընկերն է Status ինտելեկտուալ ակումբը։ Հզոր պետության կարևորագույն բաղադրիչներից է առողջ սերունդը, իսկ առողջ սերունդ ունենալու համար մեզ պետք են առողջ տղամարդիկ։ Բարև ձեզ։ Ես բժիշկ սեքսոլոգ Լուսինե Ստեփանյանն եմ։ Եթերում կոնտակտ հաղորդաշարն է, որի ընթացքում մենք խոսում ենք թեմաներից, որոնք մարդիկ կամ ամաչում են բարձրաձայնել, կամ չգիտեն ում դիմել։ Իսկ այսօր իմ հյուրն է ուրոլոգ, անդրոլոգ Դավիթ Տոնոյանը, ում հետ մենք խոսելու ենք տղամարդու առողջության մասին։ Ողջույն, դոկտոր ջան։ Բարև ձեզ, շատ շնորհակալություն հրավերի համար։ Ձեզ մերսի։ Եվ իմ առաջին հարցը, այսօրվա, ինչպես են մեր հայ տղամարդիկ վերաբերվում իրենց առողջությանը, ոչ միայն ընդհանուր առողջությանը, այլ նաև սեռական առողջությանը։ Լսի, Լուս ջան, ծայրահեղությունից ծայրահեղություն։ Այսինքն, օրինակ, տղամարդ կա, ամեն մի կներեք արտահայտությանս համար առնանդամի վրա դուս տված բզուկի համար վազում է բժշկի, ամեն շաբաթ, մտածելով որ ինչ-որ վտանգավոր պրոցես կա, տղամարդ էլ կա, ամորձ ու քաղցկեղով ֆակտ մեծացած, այտուցված, կարմրած, առնահոսությունով, մի քիչ սպասեմ ինքն իրանք տանցնի վերսիան է վերցնում, շատ են ծայրահեղությունները մենք ունենք, ու միջինը հենց քիչ է, որ ռեալ adekvat գնահատում է իրավիճակը դիմում է, չնայած շնորհիվ բժշկական բլոգերության զարգացմանը մարդիկ ավելի տեղեկացված են դարձել վերջին մի քանի տարում, ու արդեն հստակ ախտանիշները տարանջատում են, երբ պետքա դիմել բժշկից, երբ պետքա ուղղակի ախտանիշը անտեսել։ Եվ շատ դեպքերում հենց կանայք են լսում հաղորդումները ու ամուսիններին ստիպում են, որ գնան բժշկների մոտ։ Ես կարամ քեզ հեսա մի հատ իմ Instagram-ի ստատիստիկան ցույց տամ, ինձ 60% հետևորդները դրանք կանայք են։ Ինձ կանայք ավելի շատ են հետևում, քան տղամարդիկ Instagram-ում, TikTok-ում հետաքրքիր է, Facebook-ում հակառակ բանն է, ստատիստիկա, բայց Instagram-ում կանայք են հետևում, ու հա, շատ ժամանակ հենց կանայք են անհանգստացած ուղարկում իրենց տղամարդկանց, եղբայրներին, հայրերին, որդիներին բժշկի։ Բայց պետք է ասենք, որ բավականին փոխվել է պատկերը եւ որոշ չափով արդեն բարձրացել է դիմելիությունը, հենց նույնիսկ կանխարգելիչ միջոցառումները անելու հետ կապված։ Միանշանակ այդ գալիս է լուսավորչական աշխատանքից, որ անհատապես շատ բժիշկներ կատարում են։ Մարդ կա կոմերցիոն տեսանկյունից, մարդ կա ինչ-որ աշխատանքային տեսանկյունից, բայց լուսավորչական աշխատանքը մնում է լուսավորչական աշխատանք, գնահատականներ չտանք, հա, ու այդ ամեն ինչը բերել է, որ իրոք մարդիկ ավելի տեղեկացված սկսում են դիմել մասնագետներին։ Ես այսօր ուզում եմ խոսենք մենք ավելի շատ ընդհանուր առողջության մասին, որովհետև շատ դեպքերում մարդկանց թվում է թե սեռական առողջությունը ինքը sense իզոլացված է ընդհանուր առողջությունից եւ գալիս են, երբ որ բժիշկը ասում է, գիտեք, դուք ունեք բավականին լուրջ առողջական խնդիրներ եւ ուզած-չուզած սեռական առողջությունը նման դեպքերում տուժում է, խոսքը օրինակ սիրտանոթային հիվանդությունների մասն է, մարդիկ ասում են ոնց դրանից է լինում։ Ոչ թե դրանից է լինում, այլ մեկը մյուսին զուգորդված է, եթե մենք օրինակ դիտարկենք նույն էրեկտիլ դիսֆունկցիան, սիրտանոթային համակարգի խնդիրները, Լուսնե ջան, մենք պետք է հասկանանք մի շատ պարզ իրողություն։ Անոթները նույնն են, այսինքն մեր օրգանիզմի անոթները նույնն են, նույն բաղադրիչներից են կազմված, նույն հյուսվածքներն են իրանցից ներկայացնում, փոփոխությունները, որ տեղ են ունենում սիրտանոթային համակարգի, օրինակ արյան բաշխման, վերաբաշխման համակարգում, աթերոսկլերոտիկ փոփոխություններն են, տրոմբոգայացումն է, նույնը տեղի ունենում այլ սեռական օրգանների շրջանում։ Եւ շատ հաճախ ավելի առաջնային դրսևորում ունեն այն սեռական ոլորտով։ Սեռական ոլորտով, որովհետեւ անոթները մանր են, ավելի պրիմիտիվ են իրանց տրամաչափով, ֆունկցիոնալությամբ, դրա համար առաջին իրենք են ախտարվում, օրինակ դիաբետիկ անգիոպաթիայի առաջին դրսևորումներից մեկը հենց էրեկտիլ դիսֆունկցիան է կամ սիրտանոթային խնդիրները, որ մենք ի հայտ են գալու, մենք օրինակ լինում է հիվանդները դիմում են էրեկտիլ դիսֆունկցիայով, երբ որ իրանց ասում ես եկեք ձեր խոլեստերինը ստուգենք աթերոգենության գործակից եւ այլն, ասում են բժիշկ ջան, ես կամոդ ինչ հարցով եմ եկել, դու ինչ հարցով ես դիմում, բայց երբ որ անալիզները համոզվում են, անում են, իրենք տեսնում են, որ իրենց սիրտանոթային համակարգում լուրջ փոփոխություններ կան, ռետրոգրադ էակուլյացիան կարող խոսա դիաբետիկ նեյրոպաթիայի մասին, հիվանդը գա առաջի հերթին դիմի, որ սերմնաժայթման ժամանակ սերմ չկա կամ 4 սերմնաժայթքում այսպես ասենք։ Հա, բայց մենք արդեն նեյրոպաթիկ խնդիր ունենք, ու այդպես, հա, տղամարդ առողջություն ինքը կոմպլեքս է, այսինքն դիտարկել մենակ փորից ներքև ծնկներից բարձր հատվածը որպես տղամարդու առողջություն, դա սխալ է։ Տղամարդու առողջությունը, ինչպես նաև կանացի առողջությունը, դա ամբողջական համակարգ է։ Սեռական ոլորտը դրսևորումներից ընդհանրապես մեկն է, հա։ Ցավոք սրտի շատերը պատկերացնում են, որ գալիս են ինչ-որ սեքսուալ գանգատով, պետք է բժիշկը մի հատ դեղ նշանակի ու ամեն ինչ կարգավորվելու է։
չի ասի տենց, այստեղ չի ուզենա համաձայնվել ձեր հետ, թութ իմ պացիենտը մի քիչ ավելի բան են, հակառակ էս, մեկ որ ասում եմ արի մի հատ դեղ նշանակեմ, հասկանում ես, որ իր մոտ մի քիչ մարդուն պետք է ուղղակի մի թեթև հրել, որ ինքը իր մոտ ամեն ինչ կարգավորվի, ինքը չէ էլի բժիշկ ջան, մի հատ սաղ ստուգենք, ասում սաղ ինչ կա ստուգենք, տենանք որ ամեն ինչ նորմալ է։ Այդ դեպքերն ավելի շատ են, որ իրանք ավելի հանգիստ լինեն, որովհետեւ այդ դեպքերը ավելի շատացել են ինֆորմացիայով բանալած, ավելի շատ երիտասարդ սերնդի մոտ։ Բայց մենք երբ որ հիվանդը խոսում դու արդեն հասկանում ես, օրինակ, չգիտեմ, առաջի ամուսնական գիշերն է եղել, սիրահար զույգ, արտերկրում հոգնած հարսանիքից հետո շաբաշները հաշվելուց, փողը չեն հանել հարսանիքի հասել են ինչ որտեղ հանգստանալու բան, խեղճ երեխեքի մոտ ինչ որ սեռական կինոջ մոտ կան ինչ որ ցավային համախտանիշ որ դրսևորվի կնա տղամարդու մոտ էրեկտիլ դիսֆունկցիա, դու հասկանում ես, այդտեղ իրան հետազոտել պետք չի։ Իրան հոգեբանական ֆակտորով մի փոքր ասում մի փոքր ճիշտ ուղու վրա դնել պետք ու ամեն ինչ կարգին կստացվի, բայց խառնվածքից ելնելով մարդու կարա ինքը տարբեր տեսակի հայեցակարգեր տնի բժշկի առաջ, հա ու դրանց մեկը հենց ամբողջապես հետազոտվելու այդ հայեցակարգն է։ Դոկտոր ջան, ես կուզեմ մենք խոսենք վնասակար սովորությունների մասին։ Խոսենք։ Անպայման։ Խոսենք Լուսինե ջան, խոսենք, հա։ Դեպս օգտակար սովորությունը քիչ, այսքան, հա, այսքան։ Վնասակար սովորություններից խոսելու համար առաջինը ծխելը ապացուցված է բազում հետազոտություններով, այդ բազում հետազոտությունների հիման վրա ստեղծված մետաանալիզներով, աշխատություններով, դասագրքերով ապացուցված, որ ծխելը վնասակար է առողջությանը, այդ թվում եւ սեռական առողջությանը։ Մասնավորապես ծխելու հետևանքով։ Դա կապ չունի դա սիգարետ է, վեյփ է, փաֆա, չգիտեմ, տարատեսակները եւ նմանատիպ այլ լիքը տարատեսակներ մարդկանց օգտագործում են։ Մենք ախր դիտարկում ենք բժիշկների սխալն է, մենք դիտարկում ենք, որ մարդը օգտագործում է խեժ ու նիկոտին, այն ինչ որ գրած է տուփի վրա, բայց գլանակ սիգարետը 4000 քիմիական նյութ է արտադրում։ Ու այդ 4000 քիմիական նյութերը տարբեր ազդեցություն կարող ունենան, հիմնականում վատթար ազդեցություն ունեն առողջության վրա։ Առաջին հերթին վնասվում անոթների էնդոթելը։ Մենք հիպերհոմոցիստենեմիա ենք ունենում, երբ որ հոմոցիստենի քանակը արյան մեջ բարձրանում է, այդ էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառներից մեկն է։ Անպտղության տոկոսները։ Հիվանդին ընդհանրապես սիգարետի օգտագործումը թարգելով մենք անպտղության բուժման մեջ լուրջ արդյունքներ որակական Սերմնահողում օրինակ մենք աստենոզոոսպերմայի պատճառներից մեկը հենց ծխելն է։ Բազմաթիվ մետաանալիզներ դա ապացուցել են ու հիմա այդ մետաանալիզները ապացուցում են նաև էլեկտրոնային սիգարետների կիրառման մասին։ Միզապարկի քաղցկեղից այդտեղ կուզեմ խոսեմ, ես չեմ տեսել պացիենտ, որ ունի միզապարկի քաղցկեղ ու չի ծխում։ Բոլոր միզապարկի քաղցկեղ ունեցող հիվանդները ծխում են։ Ոնց կհարցնեք դուք, ոնց է ստացվում։ Երբ որ մարդը միզում է, ոնց էլ չլինի մնացորդային մեզ է ունենում։ Իսկ այն 4000 նյութը հիշում ենք, չէ՞ որ մի գլանակ սիգարետը, կուտակվում է մեզի մեջ նստածում, բերում է բջջային փոփոխությունների ու միզապարկի քաղցկեղի առաջացման, թոքերի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է։ Խոսենք թմրանյութերի մասին, ծխելուց խոսացինք թմրանյութերը։ Մարիխուանան, որ չգիտես ինչ որ մարդկանց մոտ տպավորություն որ անմեղան ամանավան ես վիդեո ռիլ ունեի Instagram-ում, որը կոմենտներում ամերիկահայերը շատ էին գրում, այդ դուք դե լավ գիտեք, մեր մոտ Ամերիկա որ թողել են, ուրեմն մի բան գիտեն, չէ, ոչ մի բան չգիտեն, թողել են որ գումար աշխատեն։ Պետք է հասկանանք, որ նույն մարիխուանա մնացած տեսակի թմրանյութերը բերում են նյարդային համակարգի խնդիրների, փսիխոզների, տագնապների, այսինքն այստեղ մենք ֆիզիկականից բացի մենք ունենք նաև հոգեբանական շարքի շեղումներ, որ այդ արդեն բերում է խառը տիպ էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման։ Այլ դեպքերում արդեն հոգեկան։ Հոգեկան, հա, մարդիկ եթե հակում ունեն դեպի փսիխոզներ, մարդը եթե հակում ունի շիզոֆրենիա, այսինքն գենետիկ այդ բանը կա, թմրանյութերի օգտագործումը կարա բերի այդ ամեն ինչի սրացմանը։ Վատ սովորություն կարելի է ասել անկանոն սեռական կյանքը որպես վատ սովորություն։ Ես կասեի պարտներների փոփոխումը։ Պարտներների շուշուտ փոփոխությունը ամենօրյա կարգով ինքը բերում արդեն սեռավարակների թվի ավելացման։ Մենք ինչպես գիտենք, օրինակ գոնորեային, խլամիդիային սեռավարակները լուրջ ազդեցություն են թողում սեռական համակարգի վրա։ Լուսինե ջան, փաստենք մի բան, որ մենք ունենք օրինակ միկոպլազմա գենիտալիումի հանդեպ տոլերանտություն խոսք չկա։ Ես արդեն ինֆարկտի եմ մեկ հասնում, որովհետև բուժման մեթոդիկաները կիրառում ես ամբողջ աշխարհում կիրառված չեն օգնում, որովհետև զարգացած կա տոլերանտություն։ Ու դրա դեմ պայքարում ամենալավը դա պաշտպանված սեռական կապն է կամ մի պարտիորի առկայությունն է։ Բայց ցավոք սրտի շատ տղամարդիկ չեն սիրում պահպանակի կիրառումը եւ նախընտրում են ազատ։ Վարակվել։ Այո, ես այդտեղ միշտ իրանց բերում եմ ֆինանսական տեսանկյունը, եթե պահպանակը լավ պահպանակը արժի 2000 դրամ 3 հատը,
լավ պահպանակ, այսին ամենալավը, որ դու կարող առնեք, ապա սեռավարակների ախտորոշումը, բուժումը մոտ կարող մինչև 100,000 դրամի հասնի։ Եվ ավել։ Եվ ավել։ Հիմա նույնիսկ միկոպլազմա գենիտալիումի մեր բուժման մեջ իմունոսուպրեսիվ մեթոդներ են կիրառվում, տարբեր տեսակի տարբեր լաբորատորիաներ հետազոտություններ են անում, ոնց բուժել։ Գոնորեան բերում է ստրիկտուրային փոփոխությունների միզուկում, միզապարկի վզիկի սկլերոզի, այնտեղ բորբոքային պրոցեսների, խլամիդիոզը բերում է, ինչպես գիտենք, արգանթափողերի փակման, տղամարդկանց մոտ սերմնատար ծորանների փակման։ Այսինքն մենք հասարակ են բակտերիաները, որ մենք դիտարկում ենք իրենց որպես անմեղ գառնուկներ, ինչպիսին է ուրեոպլազման կամ միկոպլազմա հոմինիսը, վերջերս Չինաստանում, Վիետնամում արած հետազոտություններ մեծ մեթաանալիզներ մի քանի 100,000 բնակչություն բերում են ցույց են տալիս, որ մոտ 20-25% դեպքերում անպտղության պատճառ կարող դառնալ։ Դա համար ճիշտ ունենալ, ել չեմ խոսում այն լուրջ ինֆեկցիաների մասին, վիրուսային, այսինքն գեպատիտների մասին չեմ ասում միավի մասին, որը արդեն կյանքի որակական մասնագիտական եւ այլ տեսակի փոփոխություններ է բերում մարդու կյանքում։ Դա համար մարդը պետք է ունենա մի սեռական պարտներ, ում անալիզները ինքը տեսել է, իրար հետ են հանձնել ու իրար հետ վայելեն իրենց սեռական կյանքը։ Մոռացանք խոսենք ալկոհոլի մասին։ Ես կուզեի հատուկ մենք խոսենք գարեջրի մասին։ Գարեջրի մասին խոսենք։ Մեր հայ տղամարդկանց երբ որ հարցում եք ալկոհոլ օգտագործում եք։ Մենակ պիվը։ Ասում է չէ, ասում գարեջուր։ Գարեջուրը ինչով է վնասակար։ Գարեջուրը կանացի հորմոնների աղբյուր է։ Այսինքն ստանալով գարեջուր, դուք արհեստական կերպով մեծացնում եք ձեր օրգանիզմում էստրոգենների քանակը ու բերում եք նրան, որ տեստոստերոնի հանդեպ հյուսվածքների տոլերանտությունն իջնում է։ Դրա բերում է իր հետևանքով նույն ճարպակալման մեթոդով, ճարպակալումը արամոտազա ֆերմենտի ազդեցությունը, իսկ այնտեղ էստրոգեններն է, որ ավելանում են, բերում են նրան, որ ձեր տեստոստերոն տեղ չհասնի։ Իսկ եթե տեստոստերոնը տեղ չհասավ, ձեր սեռական ցանկությունները, ձեր սեռական ֆունկցիան էլ ամբողջովին խանգարվելու է։ Ես միշտ կողմնակից եմ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, հա գարեջուրը լավ խմիչք է, ես ինքս չեմ սիրում, բայց հիշեք, որ ինքը իր մեջ այդպես լավ չարիք է պարունակում, նույնը անորակ գինիները, որը շուկայում շատ անում է, սիրունաբյորդ գիտեք, մենք անորակ գինիներ, էսի անորակ չի, կստացի լավ գինի է, անորակ գինիները, որը շատ անում է շուկայում եւ նմանատիպ այլ երևույթներ։ Եթե խմել եք ուզում, միշտ չափի մեջ ամեն ինչը։ Եվ եկեք ասենք, որ ալկոհոլի մեջ պարունակող սպիրտը ինքը քայքայում է տեստոստերոնը նաև, որի հետևանքով մենք ունենում ենք նմանատիպ խնդիրներ։ Ու պլյուս լյարդի ֆունկցիան է խանգարում երիկա, չի կարելի խմել, ոչ չվախացնենք ձեզ, խմեք, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, այսինքն խմել, կորցնել գիտակցությունը, մթագնել գիտակցությունը, բերել ամոքսաղեքային համակարգում լուրջ փոփոխությունների, բերել պահվածքային լուրջ դրա հաճույքը ո՞րն է։ Հաճույքը մի բաժակ գինին, հաճելի միջավայրը եւ այլն։ Բայց խմել 20 բաժակ ու չհասկանալ թե ինչ է կատարվում քո կողքը, ես դրա հաճույքը չեմ հասկանում։ Եթե հասկանում եք, կոմենտներում խնդրում եմ նշեք։ Լիգվեն դեպքեր, երբ որ անհատներն ունեն մեծ սեռական խնդիրներ եւ կանայք եւ տղամարդիկ ու փորձում են դա քողարկել ալկոհոլի ընդունմամբ, այսինքն ալկոհոլը խմում են, այդ լարվածությունը անցնում է եւ որոշում է, որ սեքսուալ խնդիրները կարգավորվել է։ Այնինչ չեն հասկանում, որ հակառակ էֆեկտն է ժամանակի ընթացքում թողնելու։ Պլյուս նու կախվածությունը առաջի արդեն, եթե հարաբերությունները ամեն օրն են, հա։ Երկրորդը պլյուս տենց մասնագիտություն կա, կոչվում է սեքսոլոգներ, մեր Լուսինեն է սեքսոլոգ։ Ինչ թվում է այդ նմանատիպ խնդիրները զույգերը պետք է հաղթան սեքսոլոգի հետ միասին, սեքսոլոգի կաբինետում։ Հասկանալու համար, թե ինչ խնդիրն է, ինչ եմ շեշտում սեքսոլոգի կաբինետում, որ նամակ չգրեն, բժշկուհի ջան 45 տարի ամուսնացած ենք ու նման բանը հասկանալի է, որ բժշկուհի Ստեփանյան չի կարող այդ մի նամակը կարդալով ձեզ ախտորոշի, բուժի կամ ձեր հետ զրույց անցկացնի։ Դրա համար ավելի լավ է ալկոհոլի փոխարեն դիմել բժիշկ սեքսոլոգի, հիշեցնում եմ, դա ավելի էժան կնստի ձեր վրա, քան ամենօրյա ալկոհոլի կիրառումը։ Լավ ալկոհոլի։ Դոկտոր ջան, ես կուզեի խոսենք նաև տարիքային փոփոխությունների մասին, որտեղ շատ հաճախ հարցնում են, մինչև քանի տարեկանը կարելի ապրել սեռական կյանքով։ Մինչև կյանքի վերջին օրը, ինչքան ձեզ Աստված տվել է ապրելու, մինչև այդ վերջի օրը կարող ապրեք սեռական կյանքով։ Չկա թիվ։ Սկիզբը կա 18 տարեկան։ Հայաստանի Հանրապետություն քրեական օրենսգրքով սահմանված։ Վերջ գոյություն չունի։ Պետք է զբաղվել սեռական կյանքով այնքան, ինչքան կարողանում եք։ Ինչա պետք է անել, որ տարիքային փոփոխությունները, այսինքն անդրոգենային դեֆիցիտը, որ 25 տարեկան, 30 տարեկանից հետո սկսում է 50-ում ավելի սրվում է, մնացած հիվանդություններն գումարվում։ Պետք է ընդհանրապես կյանքի ընթացքում սպորտով զբաղվել, առողջ սնվել, զարգացնել մկանային համակարգը, ինչքան զարգացած է ձեր մկանային համակարգը, այնքան ձեր տեստոստերոնը լավ վիճակում է գտնվում։ Եվ այնքան առողջ եք։ Եթե դուք տեսնում եք ես չաղ եմ, դա ձեզ թվում է։
Իսկ ինչ կասեք վերարտադրողական ֆունկցիայի մասին։ Այդ իմ սիրած թեման է, վերարտադրողական առողջությունը տղամարդու մասնագիտության մեջ կա չի ճյուղ, որի համար դու շատ ես սիրում, դա իմ համար հենց վերարտադրողական առողջությունն է։ Սերմնաբջիջները իրանք շատ զգայուն են, սպերմատոզոիդները։ Իրանք զգում են ամեն ինչ, արտաքին միջավայրի փոփոխությունները, ձեր սնունդը դուք ինչ եք երի, ալկոհոլը, ջերմաստիճանը ձեր կողքին, տրամադրությունը, ու դրա համար շատ ժամանակ լինում է հիվանդը սերմի անալիզ է հանձնում, հիվանդանոցում լարված է լինում, ասում եմ, մյուս անգամ մի տարի տունը հանձնի, բերում է ավելի լավ պատասխան, որտեղ տան լարվածությունը չկա, տանը լարվածությունի, չգիտեմ, մահճակալն է, իր սիրած նոութբուքն է եւ այլն, իսկ հիվանդանոցային պայմաններում հիվանդանոցի հատկացված սենյակը ինքը ոնց էլ չլինի, ավելի դիսկոմֆորտ է լինում, ձայներ, դուռը մեկը փորձեց բացի փակի եւ այլն եւ այլն եւ այլն, այդ պատճառով մենք այստեղ խնդիրներ ենք ունենում։ Երկրորդը, ինչա սիրում տղամարդու ֆերտիլությունը, նորից, լավ տեստոստերոն, ինչա սիրում լավ տեստոստերոնը, մկանային համակարգ եւ առողջ ապրելակերպ։ Օրը 20-ից 30 րոպե ֆիզիկական ակտիվություն, ավել չի կարող, ավելի դեպքում այնտեղ ուրիշ process-ներ են զարգանում, հակառակ process-ներ կան, 20-ից 30 րոպե։ Տան պայմաններում 2 հատ գանտել, պրիսիդանի, ժիմ, չգիտեմ, վարժություններ, որոշակի իրանք բերում են տեստոստերոնի սինթեզի խթանման, նամանավանդ 35 եւ ավելի բարձր տարիքի տղամարդկանց մոտ։ Առողջ սնունդը, լավ մսային սթեյքեր ուտելը, լավ ձկնեղեն օգտագործելը, առողջ միջանձնային հարաբերությունները։ Առողջ միջանձնային հարաբերությունները սեքսոլոգների համար դա շատ կարևոր է, հա, որովհետեւ այդ նույն օրինակ երկարատև վազդիրժանյան, որ կարա լինի օրինակ զույգի մոտ, երբ որ չկա ներդաշնակություն, ինքը կարա լուրջ խնդիրների բերի։ Միանշանակ։ Դոկտոր ջան, ինչ կանխարգելիչ հետազոտություններ եւ միջոցառումներ կան, հա, որպեսզի խուսափեն տղամարդիկ ընդհանրապես եւ առողջական, ընդհանուր առողջի եւ սեռական առողջության հետ կապված խնդիրներից։ Եկեք տարանջատենք Լուսինե ջան, տարիքային խմբերի։ Եթե մենք խոսում ենք մինչև 35 տարեկան տղամարդկանց մասին, ապա այստեղ կարևոր է առաջի հերթին ամիսը 1 կամ 2 ամիսը 1 ամրձիների ինքնազննումը։ Տաք դուշից հետո, մանավանդ երիտասարդ տարիքում ամրձիները պետք է ինքնազննել։ Եթե դուք տենում եք ինչ-որ կոշտուկ, գոյացություն, որը առաջ չեք զգացել, ինչի տակ դուշից հետո լրիվ ամբողջովին մաշկը թուլացած լինի, հյուսվածքն է թուլացած, զգում եք ինչ-որ կոշտություն, կոշտուկ, որը դուք առաջ չեք զգացել, դիմեք բժշկի մի հատ անցեք սոնոգրաֆիկ հետազոտությունը, որտեղ ամորտու քաղաքերի կանխարգելումը, ինչպես նաև կրծքագեղձինը կանացված, շոշափման մեթոդը ամենաարդիականներից մեկն է։ Երկրորդ այդ տարիքում եթե ապրում եք ակտիվ սեռական կյանքով, շուշուտ հանձնեք սեռավարակների անալիզներ, այդ թվում միավ, սիֆիլիս, գեպատիտներ եւ այլն։ 35 բարձր տարիքում մենք արդեն այստեղ պետք է գնահատենք մնացած ռիսկերը, այստեղ պետք է անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն տարին մի անգամ ու նույն սեռավարակների քննությունը։ Ամեն ինչ փոխվում է 45-ից հետո, երբ որ մենք պետք է անցնենք PSA քննություն, պրոստատ սպეციფიկ անձիկեն, շագանակագեղձի քաղցկեղձ խուսափելու համար եւ տարին մի անգամ սոնոգրաֆիկ հետազոտություն միզապարկի եւ երիկամների։ Եթե ծխող ենք, խորհուրդ կտամ նույնիսկ 6 ամիսը 1։ Այդ ժամանակ հանձնում ենք լիպիդային պրոֆիլ, այսինքն ստուգում ենք խոլեստերինը, այդ ժամանակ հանձնում ենք հոմոցիստեին, եթե ծխող ենք, տեսնենք մի հատ մեր հոմոցիստեինի վիճակում, տեստոստերոն եւ այլն եւ այլն։ Ու տենց PSA անալիզի անիմաստությունը դառնում 80 տարեկանից հետո հանձնելը, 80 տարեկանից հետո տղամարդու թողում ենք հանգիստ, իր կյանքի ամենալավ վառ ու գունեղ տարիներն է սկսում։ Հա, նույնիսկ Եվրոպայի ասոցիացիան արդեն ասում է, որ տարիքային շեմը 80 տարեկանից հետո արդեն պետք չի քաղցկեղի մարկերներ ստուգել եւ այլն եւ այլն։ Որտեւ բուժման հետևանքները կան ավելի վատ անդրադառնան, քան օրինակ քաղաքների։ Իսկ ինչ կասեք սերմնայղուկի հետազոտության մասին։ Սերմնայղուկի հետազոտությունը սպերմոգրամա ռուտինային հետազոտություն չի։ Աչ ու ձախ իրան հանձնել պետք չի։ Կասեմ հեսա ինչի։ Երբ որ դուք 1 տարի շարունակ դու ու ձեր կինը զբաղվում եք սեքսով, երեխա չկա, նոր հանձնում եք։ Թեթև շեղումներ բոլորի սպերմոգրամաներում կարան լինեն։ Պրակտիկայում մի քանի անգամ տեսի իդեալական սպերմոգրամա։ Թեթև շեղումների վրա կենտրոնացումը կբերի ավելի շատ անպտղության, հոգեբանական տիպի, որտեղ տղամա խիայի մոտ 22%, նորմալ 25, այդ 3 մարդ այդ 3%-ի համար, չգիտեմ, աշխարհը շուբրա տալիս։ Պետք չի։ 1 տարի շարունակ, 1 տարի շեշտում եմ, 9 ամիս չեմ ասում, 7 ամիս չեմ ասում, 1 տարի շարունակ ակտիվ սեռական կյանքից հետո, երբ որ չեք ունենում հղիություն, նոր հանձնում եք սերմնայղուկի քննություն, մի հատ չէ, 2 անգամ, 2 տարբեր լաբորատորիաներում ու վերցնում եք ամենալավ ցուցանիշը որպես ձեզ ցուցիչ ու դրանով նոր սկսում եք աշխատել։ Ինտերպրետացիան ինքնուրույն չենք անում։
Որովհետև հիվանդները շատ ժամանակ ինքնուրույն ինտերպրետացիա անցնում, բերում են էլի հոգեբանական անպտղությանը։ Դե որովհետև շատ դեպքեր մտնում են հենց Google-ում ման են գալիս Կամ ուղարկում են ոչ կոմպետենտ մասնագետների, ովքեր ցավոք սրտի հագնում են սպիտակ խալատ ու իրենք չեն հասկանում ինչի այդ գործ ունեն, այդ թվում իմ եւ ձեր գոլեգաներից։ Կաներեք լույսներ ջան, հա ցավոք։ Բայց լինում են նմանատիպ դեպքեր, որ շահարկվում է, օրինակ, նայեք, եթե տղամարդը ունի 200 միլիոն սպերմատոզոիդ ու 18% շարժողականություն, դա ավելի լավ է, քան ԱՀԿ-ի տված 39 միլիոն ու 25-ը, որտեղ բացարձակ թվերով հաղթում է առաջի ցուցիչը։ Բայց երբ որ բժիշկներ որոշակի որ շահ են հետապնդում, տեսնում են 18%-ը, ասում են՝ «Վաու, դու բուժման կարիք ունես»։ Ու այդ հիվանդը մտնում է դժոխային բանի մեջ, մի հատ չէ, երկու հատ չէ, այդ ամպլիտուդան համար։ Եկեք ասենք մեր հետևորդներին, որ պետք չի նայեք այդ թվերին, այլ ընդհանրապես պետք է դիմեք մասնագետի եւ լսեք մասնագետի կարծիքը, հա։ Այո, զանգարեք 055 60 95 85 համարով, հերթագրվեք մոտենեք խորհրդատվության։ Դոկտոր ջան, եւ եկեք մեր խորհուրդ տանք մեր հետևորդներին, ինչպես լինեն առողջ։ Առաջին հերթին հետևեն հոգեկան իրենց առողջությանը, գտնեն իրենց հոգեկան բալանսի հիմքը, մեկի համար դա եկեղեցինը, մյուսի համար ընտանիքն է, թող այդ հոգեկան բալանսը այդ երկուսի մեջ լինի, այլ չլինի օրինակ թմրանյութերի եւ այլ բաների մեջ։ Երկրորդը հետևեն իրենց օրգանիզմի ազդակներին ու չտրվեն ծայրահեղություններին։ Ճանաչեն օրգանիզմը։ Ու հավատան բժիշկներին որոշակի չափով, որոնք կնշանակեն իրենց հետազոտություններ, պրոֆիլակտիկ քննություններ, 21-րդ դարում նաև խորհուրդ կտամ ունենալ վճարովի ապահովագրություն։ Եվ եկեք ասենք, որ մենք ունենք արդեն մուժիկ EM հարթակը, որտեղ հատուկ անդրադառնում է տղամարդու առողջությանը, եւ հետևեք նաև մուժիկ EM։ Մուժիկ EM-ում դուք կլինեք իսկական մուժիկ, այնտեղ մեր փոքր ընկերական թիմը անդադ հրապարակներ խորհուրդներ ունենում։ Դոկտոր ջան, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Շարունակելի։